Շնորհակալ։ Զգուշ։ Ապրես։ Ես էլ մի հատ քարտեզ էլ։ Քարտեզ մեզ էլ տվեք։ Կտանք բոլորիդ է կտանք, ահա, ես էլ քարտեզ։ Դե հացը երախու ձեռից արդեն վերցնենք, որ Դե արի։ ահա։ Քարտեզ։ Ով էր ուզում քարտեզ, ոնց եք, շնորհակալ ենք հրավերի համար։ Վարդավակյան։ Ուրախ եմ տա, շատ ուրախ եմ, ես ձեզ։ Արեն ջան, Բարև ձեզ։ Շատ լավ։ Ես եկել եմ հատուկ շնորհակալություն հայտնեմ։ Հիշում եք, որ ասեց մեր ասֆալտը չեն արել։ Հիշում եք։ Այնց ասֆալտ են սարքել։ Ուրա, որտե՞։ Շիրազի 65։ Հերո է աստեից։ Ահա գիմտ էդ հաս, հա, ավտոկետ։ Շատ լավ է։ Այնտենց շատ շնորհակալ եմ։ Այսօր ծովագյուղում, որ նախաճաշում էինք, մեր ընկերները մոտեցան, թե չմտնեք Գագարին կնեղանանք, ասում ենք, ասենք վաղուց խոստացել ենք, Քայլ ենք մի հատ Գագարինով։ քայլ ենք եղբայր, հենց մի քայլ ենք։ Տվեք, քարտեզներ, ով է ուզում քարտեզ։ 3 հատ կտակ երեխաներս էլ տա։ Երեխաների համար։ Բայց անպայման կտա։ Անպայման, նա տվեք էլի։ Ահա վարչապետ, այնքան լավ համայնք ա մեր Գագարինը։ Գիտեմ, ես շատ եմ սիրում Գագարինը։ 200 Շատ եմ երեխա ունենք։ Մանկապարտեզ ենք սարքելու։ Երիտասարդություն ունենք, ամեն ինչ ունենք։ Ուղղակի սպորտ դպրոց։ Ամեն ինչ կանենք։ Երաժշտական դպրոց։ Խնդրեմ, եղբայր։ Անցած անգամ առանձին մենք խոսացինք, հիմա ես ուզում եմ բոլոր ժողովրդին մոտ ասել։ Դուք խոսացաք, որ իմ հարցով պետք է Որն է ձեր հարցը։ Իմ հարցը, որ զորամասը տեղեկանք չի տալիս, որ ես մասնակցեմ պատերազմի վիրավորվելեմ, որ կարողանամ գնամ վիրավորվելս անեմ։ Զորամասի տեղեկանքը կախված է իրանց մոտ եղած փաստական տվյալից։ Իսկ ասեք, այդ փաստաթուղթը ոնց կարող է ոչնչանալ, անհայտանալ ու չլինի։ Վիրավորում էլ։ Իսկ հիմա տեղեկանք են տալիս ինձ, որ ես ընդամենը մասնակցել եմ 3 օր, այն էլ հիվանդանոցում պարկած օրերը։ Եղբայր, դե ասում հիմա եկեք սենց նայենք։ Ես գալիս եմ ձեր մոտ, ասում եմ տվեք ինձ տեղեկանք։ Դուք ինչ եք նայում եք ձեր մոտի փաստական տվյալը։ Գտնում եք, տալիս եք ինձ տեղեկանք, չեք գտնում, չեք տալիս տեղեկանք։ Հիմա ես չեմ բացառում, որ ինչ որ սուբյեկտիվ պատճառներով անհետացել է, բայց ես բացառում եմ, որ փաստական տվյալի արկայությունը տվյալները կա արխիվում։ Եթե արխիվում կա ու չեն տալիս, չի կարա տենց բանել։ Մի հատ նմանատիպ դեպք եղավ, իրանք հանձնաժողով ունեն, հանձնաժողով հրավիրում են ովքեր վկա են եղել, ովքեր կանչել են հանձնաժողով Ոչ մի բան չեն արել, զանգել, հետաքրքրվել են ու անհայտացել են, այս արդեն 3 տարի է։ Շատ լավ։ Վիրահատություններս էլ է մնացել, բուժումներս էլ է մնացել, հիմա ես տառապելով աշխատեմ, որ ընտանիք պահեմ, բայց շատ լավ, եղբայր, բայց հիմա ոնց անենք, որ այդ հարցը էլի չմոռացվի։ Պապիկյանը ափսոս այսօր մեզ հետ չէ, էլի մի հատ շատ ափսոս Պապիկյանը, որ ստեղ չի, Պապիկյանը գիտեք ինձ ինչ կվերցնեք, դաժե նամակը տունը ունեն։ Բայնա Պապիկյանը մի րոպե նամակով պատասխանել, հա։ Ինչա գրել։ Ինչ։ Ես դիմել եմ Ինչա գրել Պապիկյանին, մեջը։ Ինձ պատասխանել է դու հիվանդանոցից առանց բուժվել դուրս ես գրվել, ստիպողական նորից վերադարձես պատերազմի դաշտ։ Քեզ ոչ մի բանով չեն կարող օգնել։ Լավ էլի։ Շատ գնացեք, ստեղ ենք հլը, գնացեք այդ գրությունը։ Զանգով են պատասխանել։ Գնացեք Պապիկյան։ Ես կգտնեմ կներկայացնեմ։ Չէ, հիմա ստեղ ենք, որտե՞ղ է ձեր տունը։ Գնացեք բերեք։ Գնաք։ Ցավը տանեմ, ես մեծ երկրպագունացել։ Տվեք։ Իմ ամուսինը, որ Ալո։ պարկած է։ Հա, եղբայր, բարձրախոսը միացնեմ։ Հա։ Լսեն կողքից, թե չլսեն։ Ինչ ենք խոսում։ Մենակ ասма ցավը տանեմ։ Ինչ։ Մասնաթող մյուսները չլսան։ Մյուսներ լսեն, թե չլսեն։ Թող լսան, դե ասեք, ինչ եք ասում։ Հա։ Ահա։ 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 Բայ տունտուննա։ Է տունտուննա։
Դուք ապրում եք այդ տանը հիմա։ Պարոն Մարզպետ, ուրիշ տեղ որտեղ։ Դե ձեր անունը ի՞նչ է, Խալո, յա։ Հա։ Խալո։ Խալո։ Հարգե ձեր ազգանունը ի՞նչ է։ Պարոն Ավագյան, տեսեք։ Եղբայր, հիմա տեսեք, ընտրական շրջան է, այս շրջանում օրենքը մեզ արգելում է նյութական եւ այլն խոստումներ տալ, չեմ կարող ոչ մի բան ասեմ, բայց Մարզպետն է կողքսա պիտի լսի, որովհետեւ մենք պետք է հասկանանք, այդ տունն է, ինչ է, ինչ իրավական հիմքեր կա եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչ։ Դե ասում եմ, օրենքը արգելում է, որ նյութական խոստում տամ, չեմ կարող որևէ նյութական խոստում։ Հենա, կողքից տենց իմացող մարդիկ կան, ասում են ուրիշի սեփականությունը։ Բա ասում են ուրիշի սեփականությունը, բա դա ոնց կլինի։ Բա ուրիշի սեփականությունը ոնց վերցնեն։ Դե մարդիկ որ ասում են, բա ես ինչ հիմք ունենամ, հոսուտ չեն ասի։ Չեն ասի, սխալ բան, մանավանդ սենց պայմաններում ոնց կասեին սխալ բան։ Որտեղ եք, հիվանդանոցում եք։ Բա խի առողջության ապահովագրությունով մարդուն չեք տանում նորմալ բուժում։ Ինչի։ Եղբայր առողջության ապահովագրություն ունեք, գնացեք ստուգվեք, բա այդ ծրագիրը նրա համար են կարևոր տանը, թոքաբորբով ով է տանը պարկում։ Տիկին Ավանեսյան, թոքաբորբը առողջության ապահովագրության մեջ մտնում է։ Գնացեք հիվանդանոց, չեղավ, այդ թոքաբորբը կոնկրետ առողջության ապահովագրությունով կառավարության ֆինանսավորման բուժվում է։ Դա նենց հիվանդություն չի, որ տանը պարկեք բուժելով, տարեք հիվանդանոց։ Եղբայր պայմանավորվեցինք, գնացեք, բանը ծախս չեք անելու, գնացեք բուժվեք։ Շատ լավ։ Եղա։ Հա, եղբայր։ Հաճույքով։ Գագայլի հետ նկարում, գերափոխության ժամանակ ձեր ծնողներին այնտեղ չթողեցիք, հարցեցի բանը, ուր եք գնում, ասեց հեղափոխություն, ասես մեկ ինչ անեք։ Ճիշտ, ինձ պատմել են, շնորհակալ եմ։ Անպայման աշխարհը տենա, որ ես ինքոլակում։ Եղբայր ես վերցրեք։ Մեծ նկարվես։ Ես է։ Ահա, արի դե եղբայր, որ տենց ուզում ես բացահայտ երևա։ Հա, որ ամբողջ աշխարհը ունեմ, տվեց։ Նկարում եմ սա։ Շատ լավ։ Աջա, да, конечно. Товарищ Пашинян, я участница войны, с Первой Карабахской войны. Значит, я была в отряде смертников во главе с Воздена Саркисян, служила в 5-й бригаде. Сегодня я являюсь инвалидом войны. Я стою на квартирном учете в Минобороны. Уже 19 лет. У меня даже в общежитии ничего нету. Я осталась без ничего. Я хочу, чтобы вы мне... Я одна осталась. У меня квартирный вопрос. Հերթիմիջն եմ պաշտպանության նախարարություն։ Որտեղ աստեղա թե երկր։ Я стою на квартирном учете с 2006 года. Տեսեք, մենք հիմա էսա կառավարության որոշում ենք ընդունելու, որ բայց ես չգիտեմ դա նույն հերթացուցակն է թե չէ, որ երկարամյա ծառայության հերթացուցակի բնակարանային հարցը բոլոր ամբողջը 4 տարվա ընթացքում մենք պետք է լուծենք, բայց ես չգիտեմ, այս ես չգիտեմ այդ նույն ցուցակն է։ Я с Тувелем Тухтера передала Папикяну, բայց ответа нету, я уже инфаркт перенесла. Просто прошу вас, мой квартирный вопрос, я писала. Я одна осталась, у меня брат воевал, погиб, я никого не имею. Հասկանալի։ Есть карнат, есть Тухта Նկարվենք, թե քարտես։ Пантагоном лицес. Спасибо вам большое. Կուրկեն հաստատ չի կպնի։ Հա, եկեք։ Բարև ձեզ։ Էսա մի րոպե երեխա հետ նկարվենք։
Բացի գագը։ Ահա։ Եկեք եղբայրելով ասում ակարը։ Պարոն Փաշինյան, շնորհակալ ենք Ես եմ ձեզանից։ շնորհակալ, ես եմ շնորհակալ։ Շատ ուրախ ենք մեր խաղաղության, մեր առողջության համար։ Ես եմ շնորհակալ։ Մեր ընտրածն եք եւ մենք միշտ ձեր հետ ենք։ Ես ուշադիր կլնեք չընկնի էլի հանկարծ։ Շնորհակալ եմ։ Բարձ մաշկան կրենք։ Հայ։ Դովիս է Ապագա Արի եղբայր։ Երեխեն թողիչնից գուշ։ Քայլելու թույլ տակ, որ մեկնաբանենք ինչի մարենք քայլում, էլի։ Խնդիր չկա, մեկնաբանենք։ Բայց արդեն բանա ժամանակի խնդիր լինենք, էլի շատ հեսա Նախորդ այցի ժամանակ 3 հատ բան եք ասել։ Ինչ։ Այս տանիքների հարցը, Այնա տանիքները սկսել են։ էսի չեն սկսել, էսի ժողովուրդն իրանց ուժերով են արել։ Հա։ չի, բայց ճանապարհը խոստացել ենք ճանապարհը Մեկ էլ ստադիոն։ Հիմա այս բանի անունը այս հրապարակի իրանց հատվածը այդ սուբվենցիոն ծրագրի մեջ է այս տարի ենք անելու մանկապարտեզն էլ ասֆալտը պարոն Սարգսյան, հա։ Մանկապարտեզն էլ այս տարի կսկսենք կառուցել։ Հիմա տեղեկատվման աշխատանքներ են։ Հասկացա, պարոն Սարգսյան։ Այս գերեզմանոցի ասֆալտը պատման Արցախյան պատերազմի ժամանակ Հա եղբայր։ 7 զորան վարչապետ։ Շատ լավ եղբայր։ Մի հատ նկարվենք իրար։ Նա ինչ ասում։ Անկագին վարչապետ։ Քարտեզ։ Մեր օպե, մեր Էս շնորհակալ։ Արցախյան պատերազմի ժամանակ 7 զոր ենք տվել։ Բայց հիմա հուշարձանի տեղ չունենք։ Չկա, չգիտեմ ինչի չկա։ Դե համայնքը պետք է զբաղ։ Մի խաչքարատ դրված երեխեքի խաղալու հրապարակ։ Դե պետքա բարեկարգ է կողքը։ Բայնը դրած է խաչքարը, բարեկարգ են կողքը, կլինի երեխեքն է թող խաղան, ինչ վատա որ։ Բա երեխեքի համար չի այդ զոհվածների զոհությունը երեխեքի համար չի եղել մեր զոհվածները։ Հարցը նրանում է, որ զինվորի հաց գողացող երեխեն ցեխա շպրտում է։ Դե եղբայր կնայենք որ պետքա բարեկարգել, բայց երեխեքն է թող խաղան, մեր նահատակների զոհությունը նրա համար է, որ երեխեքը խաղաղ պայմաններում ապրեն։ Պարոն վարչապետ, նա ձեր զնաճոկից կարելի է թորնիկի համար։ Հաճույքով։ Մի հատ էլ եթե կարելի երկու հատ։ Պարոն Փաշինյան, նկարվենք Չնկարվեցի։ Չէ։ Այդ քարտը Նկարեցիք, հաստատ։ Տալիս ենք եղբայր։ Ձեր գլխարկից ավել չունեք։ Չէ, գլխարկից չունենք։ Էլում քարտեզ։ Սաղս այսպես կանգնենք, նա սաղից նկարվենք։ Կանգնեք, դե կազմակերպ է։ Դե արեք սա ժողովուրդը Տեղի ողջունում է Ռուսաստանից։ ողջույն եղբայր, ողջույն։ Սաղը կանենք, նա այսպես Ով է կազմակերպիչը։ Ինձ ասեք ես որտե կանգնեմ։ Ես տեղ կանգնեցի։ Արեք դեմը բացեք, մի հատ օբշի նկարվենք։ Օբշի նկարվում ենք։ Ժողովուրդ կանգնեք օբշի նկարվում ենք։ Սենց բան չի եղել ոչ միտեղ Գագարինը առանձնահատուկ։ Հենա մեծ ֆոտոյով։ Էլի բացեք, մի հատ սաղս նկարվենք։ Եղբայր, մեծ ֆոտոյով կդնենք, լսում եք, հետո ինտերնետում կդնենք, ինտերնետից կվերցնենք։ Շարվեք, դասավորվեք, եկեք։ Չէ տեն շատ եղբայր, շատ փոքր ես նկարում, մեծ նկարի, բայց նենց որ երևակ, մի քիչ նենց, կոկո։ Մի քիչ բացեք բանը։ Մի քիչ բացվեք։ Աշլենքոն, բացվենքոն։ Մենք էլ գիտենք մեզ չեք սիրում։ Սրտիկ։ Ով սրտիկ անել գիտի։ Հոպարեք, եկեք։ Բայց մեծ մասն նայում է, չի նկարվում։ Հա? Պարոն Միքայելյան, եկեք կադրի մեջ։ Ես գլխարկը ցենցանը ներևաս։ Դե շատ ապրեք, ծափեր։
Քարտես։ Ժողովուրդ, հիմա քարտես, ով քարտես ասում ասեք։ Խոսալու ժամանակ։ Հիմա ժողովուրդ քարտես, ով է քարտես։ Քարտես։ Ով ուզում։ Եղբայր սպասես քարտեզի հարցերը լուծենք, էլ ով ուզում քարտես։ Հիմա նկարվել է։ Տղաներ թողան նկարվեն, Հաջան։ Պարոն Փաշինյան, մի հատ քարտեզից։ Խնդրեմ եղբայր։ Հիմա նկարվողները։ Հաջորդը։ Ով է նկարվում։ Տաջան։ Հա։ Այո։ Մի հատ էլ մտնենք մոմ վառենք ժողովուրդ ջան։ Սերան ջան, Հաջան։ Ուղղակի ժողովուրդը որ մի քիչ է։ Քիչ չի, Չէ, այս Գագարինի 65-ամյակն է որ։ Հա, գիտեմ։ Եկել են Ռուսաստանից ընդեն, սաղ ընդեն, ոչ չգիտեն։ Հա, դե պատահական ենք, ծովակյուղ եկան մարդիկ ասցին, պտի մտնես։ Շնորհակալ ենք որ եկաք։ Ես եմ շնորհակալ։ Ժողովուրդ ջան, դե արդեն պետք է գնանք։ Հաջան։ Հաջան։ Հաջույքով եղբայր։ Մի վարկյա։ Արագ, էլի, բայց կարակ, հեռախոսները պատրաստ պահեք, որ հեռախոսները բացած պահեք, որ ժամանակ քիչ կորցնենք, էլի։ Որտեւ որ հարցնում եք, չեմ ասելու, չեք կարա նկարվեք, պատրաստ պահեք, որ տեղում նկարվեք։ Նայ։ Այս տարի պոեզները սաղ աշխատելու է։ Այս տարի որ հասցնենք հոյակապ կնենք։ Ես պետք է սաղին ապացուցեմ, որ դառնալու է։ 100%։ Լրիվ լելու է։ Տրիպ նախագիծը շատ արագ իրագործելու ենք, շատ արագ։ Շնորհակալ ենք Ժորժ ջան, հրավերյա։ Հաճիկով, այս այդ տղեկ տալիս են, որ հայ սենց ձեր աչքի առաջ են փոխանցում, որ գա տեղ ասում։ Տեսեք տղեկ, գնացի։ Պարոն Փաշյան, ես մի բան կարելի ասել։ Ասա եղբայր։ Ես Արցախից տեղանված եմ, զոհվածից եմ։ Ուրեմն ես տեղ տուն եմ սարքի իմ ուժերով, արկով տոկոսով։ Հիմա տունը չեմ կարող օրինականացնեմ, ասում են 91 թվի Իմ օգնականն է, էլի, կորդինատը փոխանց, նամակի մեջ, նամակը կփոխ։ Ժորժ ջան, շնորհակալ ենք բոլորիցդ, լավ եղեք։ Առաջ, լավ եղեք։ Մի րոպե, չնախատեսված այցը, Գագարին, ջերմեր ինչպես միշտ, շնորհակալ ենք սիրելի գագարենցիներ, սիրում ենք բոլորիդ։